Կենթանի ձայնադարան։ Բարև հանրային ռադիոյի նվիրյալ ունկնդիր, այս պահին նաև ակնդիր։ Հանրային ռադիոյի կենթանի ձայնադարան հերթական երաժշտական հաղորդումը նվիրված է հայ երգի մեծանուն վարպետ անմոռանալի հանրապետության ժողովրդական արտիստուհի Օֆելիա Համբարձումյանին։ Նրա պատվին իր նվիրյալ անսամբլն է այստեղ, այսինքն հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի 99-ամյա ժողովրդական գործիքների անսամբլ, որ այսօր դիրիժոր է Աշոտ Պետրոսյան, հրաշալի երաժիշտը և իհարկե ես Ռուբեն Մաթևոսյանն իբրև գեղարվեստական ղեկավար։ Մենք շատ ուրախ ենք, որ այսօր ձեզ երջանկություն պետք է պարգևենք և դուք կրկին հիշեք աննման երգչուհու, անբացատրելի, անգերազանց հրաշալի կատարումները։ 1945 թվականին մի աղջնակ Մերանգուլյանի հրավերով դպրոցականների և պիոներների պալատի Միքայել Չաղալյանի անսամբլի առաջատար երգչուհին աղջնակ Օֆելիան հրավիրվեց ռադիո։ Այդ պահից նրա փառքը ոչ միայն հիմնավորվեց, այլև ստեղծեց մի դարաշրջան, որ իր անվան հետ կապեց ժողովրդական երգի անզուգական կատարումների հարյուրավոր երգեր։ Ես շատ ուրախ և երջանիկ եմ, որ աշխատել եմ նրան հետ կես դարից ավելի և հրաշալի գիտեմ, թե ինչպես էր նա երգում, ինչպես էր նա պատրաստվում ստեղծագործությանը կյանք տալով, երգը, սովորական երգը իսկապես բարձրակարգ արժեքավոր ստեղծագործություն դարձնելու նրա միայն իրեն հատուկ դպրոցի շնորհիվ։ Նա երաժշտական կրթություն, վոկալ կրթություն էր ստացել Մուսինյանի մոտ, որը հրաշալի մասնագետ էր վոկալի, և այդ հիմնավորումը կարևորվեց նրա ստեղծագործությունների մեջ։ Նրա համար դեռ դպրոցական տարիներին ուշադրություն էր դարձրել այդ երգեցողությանը նաև Դանիել Ղազարյանը, որը նրան դեռ պիոներների դպրոցականների Չաղալյան անսամբլի երգչուհուն նվիրեց մի հրաշալի երգ, Արվակի երգը։ Այդ երգը ժամանակին հետագայում ձայնագրեց նաև մեր անսամբլի հետ, բայց միայն Արվակի երգը չէր, պարզապես նրա ձայնը Արվակի ջնջություն, մաքրություն, գեղեցկություն և կարկաչ էր։ Ես շատ երջանիկ եմ, որ Օֆելիա Համբարձումյանը անդրադարձավ Սայաթ-Նովայի կատարումներին, որտև անբացատրելի բարձր վարպետությամբ երգեց, հատկապես «Մե խոսք ունեմ» երգը։ Երգեց նաև Գյուրջի Նավեի «Իմ սիրտը աղ է սարել» երգը, երգեց Վարյա Մելքումյանի հրաշալի երգը «Անտունին», բայց այդ բոլորի կողքին երգեց Գուսան Աշոտի, Հավասու, Շահենի, բոլոր գուսանների երգերը, բոլոր ժողովրդական երգերը, իսկ նրա վարպետության առաջին օրերի, երբ դեռ դպրոցական էր, նրան Իսահակյանը դասեց լավագույն կատարողների շարքում։ Իդեպ նա իսկապես իսահակյանական երգերի, այսինքն «Դարդս լացեք», «Սիրեցի յարս տարան», «Սև մութամպեր» երգերի անգերազանցելի կատարողն էր։ Դեռ այն ժամանակ, երբ աղջնակ էր, իսկ երբ երգչուհի դարձավ, պրոֆեսիոնալ և վայելեց ժողովրդի սերը, անբացատրելի էր նրա կատարումները։ Իդեպ հանրային ռադիոն վարպետի Իսահակյանի կյանքի վերջին շրջանում մի քանի օր առաջ մահից
զանգահարել են նրան եւ ասել, տեղեկացրել, որ իր խոսքերով երկերի ժողովրդական երկերի հատուկ համերգ է լինելու, որտեղ հանդես պետք է գար Օֆելիա Համբարձումյանը։ Այդ օրը վարպետը խնդրեց Հարսին Տիկին Բելային, որ իրեն անկողնուց բարձրացնի եւ նա հագավ կոստյում, նստեց աթոռին, ասեց պարկացել վարպետ, կարող ես լսել, ասեց ոչ, երգիչներին պետք է նստած հարգել, թեկուզ եւ ռադիոյով լսելիս։ Մի քանի օր հետո Իսահակյանը չկար, նրա դին դրվեց փոքր դահլիճում, այսօր արդեն Արնո Բաբաջանյանի անունը կրող հրաշալի սրահում, ոչ թե բեմում, այլ դահլիճում, իսկ բեմում մեր անսամբլն էր, մեր Անգոլյանի ղեկավարած եւ Օֆելիան էր երգում, անընդմեջ սիրեցի յարս տարան, դարդս լացեք, սև մոտ ամպեր եւ մի քանի այլ երգել, մաչկալես, անբացատրելի պիանո էր երգել այդ օրը Օֆելիան, որ բոլորի հիշողության մեջ մնաց իբրև բացառիկ պիանոյի ամենավարպետ կատարող։ Իդեպ այդ հրաժեշտը Իսահակյանի հետ տևեց ոչ թե 1 ժամ, 2 ժամ, այլ 3 օր եւ 3 օր շարունակ անսամբլը բեմից հնչեցնում էր Իսահակյանի երգերը։ Բա ինչպես մենք կարող ենք մոռանալ կամ ուրանալ անսամբլի այդ տարիների հրաշալի փառքը եւ Օֆելիա Համբարձումյանին եւ ձեզ չասենք բարի վայելում, այդ գործին ձեզ կօգնի իր սիրած անսամբլը, հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը դիրիժոր Աշոտ Պետրոսյանի հետ եւ 2 փայլուն երիտասարդ կատարողների հետ, բնականաբար անսամբլի գեղարվեստականը դեռ ես եմ, Ռուբեն Մաթևոսյանս, բարի վայելում։ Yar
Սիրել եմ ես իմ կյանքի գարունը սպասել
Ես քո զովշուքի տակ դու ինձնից վերև Քեզ սիրել եմ ես իմ կյանքի գարունը սպասել եմ քեզ կարոտ եմ ես քո գալուն Կանչում եմ քեզ արի արարի Կանչում եմ քեզ արի արարի
Հայաստան Անպիտարցունքը շավիկն է սրտիս Արվիտ կարկաչը տանիքն է սրտիս Անպիտարցունքը շավիկն է սրտիս Արվիտ կարկաչը տանիքն է սրտիս Քոյն չորքարն էլ ծաղիկն է սրտիս Ոսկե ծաղկունքից անուշ Հայաստան Ոսկե ծաղկունքից անուշ Հայաստան Դու ծառաստանն ես, ես ծարգարունքի Նվագարանն ես, ես լարգարունքի Դու ծառաստանն ես, ես ծարգարունքի Նվագարանն ես, ես լարգարունքի Նոր երկարանն ես, ես բարգարունքի Հազար մի երկից անուշ Հայաստան Հազար մի երկից անուշ Հայաստան